Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է սկսում լրատվական կենտրոնը։ Օրվա թեմաներն են։ Մեկնարկեց քարոզարշավը։ Ուրախ ավտոբուսը շարժվում է։ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում է։ Մենք վարչապետ գլուխը պատին է տալու։ Ուժեղ Հայաստանը Երևանում։ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք է հրավիրել Էջմիածնում։ Պարոն նախագահ, սարոջկայիդ վրա պամադա կա։ Ստիկին բելային կասես, որ ուրիշ բան չի եղել։ Ընտրապայքար է մտել 19 ուժ։ В российском обществе с глубоким возмущением. Մի քանի օր դժգոհելուց հետո Մոսկվան ի վերջո նաև պաշտոնական բողոք հայտնեց Երևանին Զելենսկուն հյուրընկալելու համար։ Մանկապղծության մասին բարձրացած մեծ աղմուկից հետո միայն իրավապահների պաշտոնանկություններ եղան, նրանց պատասխանատվության կանչելու հարց դեռ չկա։ Այդ երեխեքի վիճակը որ տեսնեք, դուք երևի մի ամիս հաշեք։ Գիշերը Հորմուզի նեղուցում լարված է եղել, չնայած խաղաղություն հաստատելու մասին կողմերի լավատեսությանը։ Եվ այսպես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, վարչապետի աթոռի համար պայքարող 19 թեկնածուները մեկ ամիս համոզելու են խոստանալու իրար քննադատելու։ Արշավ նստեության արդեն սկսված էր այսօրվանից պաշտոնական մասն է, երբ թեկնածուները խոշորացույցի տակ են նաև օրենքի պահանջով հավասար պայմաններ, եթերաժամանակ, ծախսեր, վարչական ռեսուրս։ Վերջինի հասցեատերի իշխանությունն է Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել ու մեկնել Սյունիք։ Ուրախ ավտոբուսը շարժվում է դեպի Սյունիքի մարզ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավը սկսեց Սյունիքից, որտեղ այսօր եւ վաղը կհանդիպեն ընտրողներին։ Քարտեզ ու բուկլետ մեծերին, թխվածքաբլիթ երեխաներին։ Իշխանականները Երևանից դատարկաձեռն չէին գնացել։ Ես ունեմ, բայց պետք է 5 հատ անեմ, գյուղը բաժանեմ, 5 հոգի։ Քարտեզ։ Թխվածք։ Քաղաքացիական պայմանագրի գլխավոր քարոզիչը վարչապետն է։ Ով էր ուզում բարևի։ Ես մեկ չորրորդ բարևն անկել։ Ես ցավը տանեմ։ Թխվածք։ Նա մեկ Հայաստանի քարտեզն էր բաժանում, մեկ մարդկանց հետ զրուցում, մեկ խոսափողով հավաքվածներին դիմում։ Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ որ այսօր Ադրբեջանի նախագահ հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ 2021-ի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն էր անում։ 2026-ի քվեարկությունից առաջ այս։ Ասում են հող են կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, ընդեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել են ընդեղ։ Բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել։ Ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի, որ ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Ղարաբաղյան շարժումն ընդհանրապես ճակատագրական սխալ համարեց։ Պնդեց, թե տարածքներ իրենք չեն կորցրել, որովհետև այդ տարածքները Հայաստանին չեն պատկանել։ Չնայած 5 տարի առաջ հենց ինքն էր հայաստանցիներին խոստանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանում, հումանիտար խնդիրների լուծում։ Նաև այդ առաջարկով խորհրդարանի մեծամասնությունը պատերազմից մի քանի ամիս հետո վերցրած ուժը 2022-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ 2023-ին Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց։ 19 գերիներ դեռ ադրբեջանական բանտերում են, իսկ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների քանդումը, կարծում է վարչապետ Փաշինյանը, Հայաստանը չպիտի դարձնի միջազգային քննարկման առարկա։ Այսօր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է։ Ադրբեջանը այն ստորագրելու համար Հայաստանի սահմանադրության փոփոխություն է պահանջում։ 2 տարի է տեղից չի շարժվում սահմանազատումը։ Կոնկրետ Սյունիքում Սև լճի տարածք 2021-ից ներխուժած ադրբեջանցիները հետ չեն գնացել։ Բացի այդ, իշխանության 2 տարի առաջվա հաշվարկով հենց Սյունիքում են ամենաշատ տարածքները, որոնք հայկական են ու որոնք Ադրբեջանը օկուպացված է պահում։
տեղը եւս նման հողեր ունի։ Այսօր գյուղացիներից մեկը հարցը բարձրացրեց։ 23 թվին մեր գյուղից 100 հեկտար վարելահող ընկել է Թուրքին։ Հիմա իրանք նստած են մեջ։ Մեկ հողած զրկվել են։ Ասես ունեցվածքից զրկվել են։ Առաջի տարի փոխհատուցում են տվել։ Հեկտարին 500,000 փող են տվել, որ ասենք այդ ծորենը մեկ պիտի հնձեիք, չեք հնձա, մնացածը Թուրքին։ Կամ պետպահուստի հողերից հատկացնեն, կամ փոխհատուցում տան, կամ շուկայական գնով թե Կամ էլ սահմանազատումը շուտ անենք, այդ խնդիրը լուծենք։ Հասկացանք։ Եկամուտից զրկվել։ Հասկացա, թե եթե 10 տարի հարց կլինի, ձեր ասած տարբերակները կնայենք։ Չնայած Երևանն ու Բաքուն վերջնական հաշտություն չեն կնքել, բայց ապաշրջափակման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Առևտուր են սկսել։ Ադրբեջանը իր տարածքով նաև Ռուսաստանից եկող բեռների տարանցումն է բացել։ Արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող քաղաքացիական պայմանագրի հիմնական կոչը խաղաղությանը տեր կանգնելն է։ Սահմանին կրակոցներ ու զոհեր չկան, խաղաղությունը ըստ իշխանականների հաստատվել է։ 2 տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին հրաձգության հետևանքով զոհ չենք ունեցել։ Եվ ընտրության ամենակարևոր արձանագրումը դա է։ Անգեղակոթում Փաշինյանը Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհի թեման բացեց։ Տղամարդկանցից մեկը մատնացույց արեց գյուղի Պանթեոնը։ Այդ ճանապարհի բացման մասին ինչ կարծիք եք։ Պայման կլինի։ Ոչինչ, թող բաց լինի կամած, պուճուր, քայլ։ Տեսնողը ու ամեն գյուղում կա է։ Եղբայր, մի բան ասեմ ձեզ։ Հիմա չենք շտապում, ես չեմ ասում, մեր պանթեոնների առաջ ծնկի են գալիս, բայց թող ճանապարհը բաց լինի, կյանքը ցույց կտա, կյանքը ինքը ցույց կտա։ Ընդդիմախոսներին Փաշինյանն անդրադարձավ տեղ համայնքում։ Դու ով ես արա, որ որոշես դու վարչապետ ես, դու ով ես։ Ընդհանրապես ձեր խմբակը, դուք ով եք, ձեզնից ինչ եք ներկայացում։ Այ Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա, ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն կարա առնի, իրանք քիթու մռութը ջարդվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին է հագնելու իրանք քիթու մռութը, իրանք ոտենն է ջարդվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին են հագնելու։ Հետո ձեզ հավատացրել, որ դուք կարաք Հայաստանում դա դիվիժենի անեք։ Ուժեղ Հայաստանն առաջնորդող, բայց ընտրություններին չմասնակցող Սամվել Կարապետյանից բացի, նաև Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից խոսեց։ Մեկն էլ կար, ասում էր ես միակ տղամարդն եմ։ Այդ տղամարդը մարդիկ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ 2018 թվին ձեր վզից վրձին ու շպրտեցին, եւ դուք ես ընտրություններում Հայաստանի Հանրապետության տղամարդկանց տղամարդկությունն եք տենալու եւ կանացիությունն եք տենալու։ Թոշակների բարձրացում տարեվերջին բյուջեով չնախատեսվեց, իսկ ընտրություններին ընդառաջ 10,000-ով այնուամենայնիվ ավելացավ։ Դուք քանի տարեկան եք եղբայր, դուք։ 70։ Դուք վայ տնաշեն, ազնիվ խոսք, եթե ես 57-ից ավել հələ 70 տարեկան մարդու տեսքա, շատ ապրեք։ Բայց նշանակում է ձեր թոշակն էլ ավելացել։ Ամեն տեղ գրելու եմ, այստեղ ձեր տնից քանի ձայն գրեմ։ Մենք հարմար մարդ չենք գտնում ուրիշ։ Ձեր տնից քանի ձայն գնեմ։ 4 Այսօրվա քարոզարշավին իշխանությունն ակտիվ անդրադառնում է ոչ միայն թոշակների, այլև առողջապահության ապահովագրության թեմային, որ ելի ընտրական տարումներ դրվեց, գումարած նոր սարքած ճանապարհներ։ Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն ասֆալտարել, մեկ ես, ճիշտ հասկացանք։ Այսօրվանից 15 հոգանոց կառավարության 12 անդամներ վարչապետի գլխավորությամբ տարբեր ժամկետներով արձակուրդ են վերցրել։ Ամենաերկարը հենց քարոզարշավը առաջնորդող Փաշինյանը կլինի արձակուրդում։ 29 քարոզարշավային օրերից 28-ը միայն մայիսի 28-ին Հանրապետության տոնին կվերադառնա գործի։ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է փորձելու Փաշինյանից իշխանությունը վերցնել, բայց ի տարբերություն 2021-ի, երբ հավաստիացնում էր, թե հաղթելու է, այս անգամ երկրորդ նախագահի կարգախոսն է «Միասին կարող ենք», նա չի էլ թաքցնում իշխանափոխությունը հնարավոր է միայն այլ ուժերի հետ հետընտրական կոալիցիայով։ Այդ ճանապարհին քարոզարշավի առաջին կանգառը էջմիածնում էր, որտեղ Հայաստան դաշինքը հանրահավաք էր հրավիրել, Ռոբերտ Զարգարյանի հետ կապ հաստատենք։ Ողջույն Ռոբերտ, ինչ է ասում Քոչարյանը նախընտրական պայքարի առաջին օրը։
Բարի երեկո Կարլեն, այո, Քարոզարշավը երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքը, առաջնորդած դաշինքը Էջմիածնում սկսեց, հանրահավաք արեցին, ապա երթ սկսեցին, ինչը ամփոփվեց հենց Մայրաթոռում, Էջմիածնի ընտրությունը խորհրդանշական էր, խոսում էին հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների արդեն շուրջ 1 տարի այդ գործողությունների մասին կաթողիկոսի հեռացման պահանջով քաղաքական դեմքերի պատգամավորների նաև Քոչարյանին միացած այլ անձանց ելույթներից հետո նոր միայն բեմ բարձրացավ Ռոբերտ Քոչարյանը, նրա ելույթը կարելի է պայմանական երկու մասի բաժանել, առաջին մասում անվտանգային հարցերի անդրադարձավ, օրինակ պնդեց, որ Երևանում Եվրամիության առաջնորդներին հրավիրել է մասնավորապես Զելենսկու ժամանումը Երևան եւ նրա կողմից արված հայտարարությունները ըստ Քոչարյանի արկածախնդրություն են, նա խոսեց, որ իրենց անվտանգության մոդելը ուժեղ դաշնակից ունենալն է, իսկ արևմուտքի հետ միայն պետք է բալանսավորված հարաբերություններ ունենալ, թե ինչ էր խոսում Քոչարյանը այս թեմաներով առաջարկում եմ հիմա դիտել։ Վերջի եվրոպական համայնքի ժողովը Հայաստանում Զելենսկու հրավիրել այդ ժողով, սադրիչ հայտարարությունները, որոնք եղան այստեղ, սա կրկնեմ, նորից մեզ փորձում են ներքաշել մի նոր արձակախնդրության մեջ։ Եվ ինչի համար են սա անում, Մակրոնին դուր գալու համար, թե կան ավելի խորքային պատճառներ։ Կա երկու պատճառ։ Առաջինը, չունեն ասելիք, որովհետև ձախողել են բոլոր խոստումները եւ հիմա գտել են այդ պատերազմի սպառնալիքը, որով պետք է համոզեն մեր ժողովրդին վերընտրվելու համար։ Եվ երկրորդը, ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ մեկ պատճառով նաեւ, որ եվրոպացիք աչքեր փակեն այն ամեն ինչի վրա, ինչ կատարվում է այսօր Հայաստանում։ Մենք այս ամեն ինչին ասում ենք ոչ, եւ մենք առաջարկում ենք մեր անվտանգության մոդելը։ Ժամանակակից եւ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, ուրիշ մոդելներ, մարդկությունը դեռ չի հորինել։ Մենք ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի հարատևելի եւ երաշխավորված։ Երաշխավորված եւ երաշխավորներ պետք է ունենան։ Չի կարող անվանվել խաղաղություն մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված է մեկ մարդու կմաճույքի հետ։ Սա խաղաղություն չի, սա ստորացում է, սա նվաստացում է, եւ մենք թույլ չենք տալու դա։ Կարլեն, իսկ Քոչարյանի արդեն տնտեսական քաղաքականության վերաբերյալ արված հայտարարությունները կոնկրետ ինձ մոտ հարցեր առաջացրեցին, նախ օրինակ նա պնդեց, որ Հայաստանի իշխանությունները վտանգում են երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, դե գիտենք, որ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից հետո այդ խոսույթը Կրեմլից հաճախ է լսվում, եւ Քոչարյանը մի այսպիսի պնդում արեց, ասաց, որ հայաստանցիների բարեկեցության 80%-ը ապահովում է հենց ԵԱՏՄ շուկան, թե նա այս պնդումը եւ այս տվյալը որ հարթակից էր վերցրել եւ ինչ հետազոտություն կա սրա տակ, ամեն դեպքում ինձ հայտնի չէ, նա չասաց, թե այս թիվը որտեղից էր վերցրել, նաեւ պնդում արեց, թե ինքը չի եղել
մի խոստում, որը ինքը տվել է ու չի կատարել, սակայն րոպեների ընթացքում կարողացան գտնել 2003 թվականին նրա նախընտրական քարոզարշավի դրույթները, օրինակ այն ժամանակ խոստանում էր տարեկան 30-ից 50 հազար աշխատատեղ ստեղծել, սակայն գտանք, որ 2007-ի ավարտին արդեն նրա նախագահության երկրորդ շրջանի վերջում Հայաստանում աշխատատեղերի թիվը դեռ մի բան էլ ավելի քիչ է եղել, թե ինչ հայտարարություն արեց տնտեսության հետ կապված, հիմա դիտենք։ Մեր նպատակը ունենալ արդյունավետ պետություն, վերականգնել արդյունաբերություն, ունենալ զարգացած գյուղատնտեսություն։ Ժամանակի ես ցույց եմ տվել, որ հնարավոր է այս ճանապարհով շարժվել։ Եվ այսօր հնարավորությունները ավելի մեծ են եւ հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել, մեկ նոր ներդրում արդյունաբերության ոլորտում։ Հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան մենք ունեցել ենք անցած անգամ, անցած իմ նախագահության ժամանակահատվածում։ Այսօր կա հսկայական շուկա, ՀՏՄ-ի շուկան։ Մենք ստե կարող ենք արտադրել եւ սպառում ունենալ այդ հսկայական մեծ շուկայում։ Բայց ինչ է անում այսօր իշխանությունը։ Վտանգի տակ է դնում հենց այդ հնարավորությունը։ Վտանգի տակ է դնում մեր ՀՏՄ-ի անդամակցությունը։ Հաշվի չի առնում այն հանգամանքը, որ մեր բնակչության 80%-ի բարեկեցությունը զգալի չափով կախված է այդ շուկաներից, այդ հարաբերություններից։ Մենք սա եւս մերժում ենք։ Մենք պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք եւ Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ երբեք չփորձենք խաղալ իրենց հակասությունների վրա։ Շնորհակալություն Ռոբերտ, շարունակենք թողարկումը այժմ էլ ընտրապայքարի հաջորդ մասնակցի մասին, ըստ տարբեր հարցումների քաղաքացիական պայմանագրի գլխավոր մրցակիցը Ուժեղ Հայաստանն է, որի առաջնորդը 3 տնային կալանքից պնդում էր, թե հաղթելու են։ Միլիարդատեր գործարարը արշավին անձամբ մասնակցել չի կարող, նա թեկնածու էլ չէ, եղբորորդու առաջնորդությամբ են փողոց դուրս եկել։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առանցքային ուժերից Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունեցավ իր թիմակիցների հետ քարոզարշավի դուրս գալ։ Նա տնային կալանքի տակ է։ Նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը այսօր պնդեց, ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց անհավասար պայմաններում։ Պատմական ունիկալ շրջան է ու պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական process-ներին մասնակցում։ Երբ որ հնարավորություն լիներ ինքը այստեղ լիներ, դուք արայիք այդ հարցերը իրեն տայիք։ Եվ հիմնական հարցը ինչն է, արդարություն խոստված իշխանությունը իր ընդդիմադիրին կալանավորել է, ու կալանավորել է բոլորս գիտեն քաղաքական հոդվածով։ Ժողովուրդ ջան, մարդ կա, որ կասկածում է, որ քաղաքական հոդվածով է կալանավորել։ Գործարարն անցած տարվա հունիսին կալանավորվեց եկեղեցին պաշտպանելու իր մի քանի րոպեանոց հարցազրույցից հետո։ Այն իրավապահները որակել էին որպես իշխանությունը զավթելու կոչ։ Մոտ կես տարի ԱԱԾ մեկուսարանում անցկացնելուց հետո անցած դեկտեմբերից Կարապետյանը տեղափոխվեց տնային կալանքի։ Երեկ իր առանձնատանը մոտ 2.5 ժամ պատասխանեց լրագրողների հարցերին։ Իսկ քարոզարշավի փուլում հանրության հետ ինչպես է շփվելու։ Ուժեղ Հայաստանից շատ մանրամասներ չեն հայտնում։ Հանրային ելույթները հիմնականում իհարկե տնից եւ տնային կալանքից է լինելու։ Ցավոք, դա այդպես է, բայց մենք այս վիճակում ենք, որ երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը։ Մոտ 10 ամիս առաջ հիմնադրված ուժից պնդում են, թե Հայաստանում հունիսի 7-ից հետո իշխանություն հենց իրենք են լինելու։ Եվ չնայած սահմանադրական արգելքին, որ երկքաղաքացիները չեն կարող թեկնածու լինել, հայտարարում են, հաջորդ վարչապետն էլ Սամվել Կարապետյանն է։ Նրա թիմակիցներն այսօր քարոզարշավը սկսեցին գործող վարչապետին ուղղված սուր քննադատությամբ։ Հավաքվել էին ազգային ժողովի մոտ։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի առաջ հենց այսօրն առաջին անգամ ընտրվեց վարչապետ։ Անցել է 8 տարի։ Մենք նույն փողոցում ենք կանգնած, գրեթե բան չի փոխվել,
Միայն մեր երկիրն է փոքրացել։ Ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը Փաշինյանի 2018-ի մայիսի 8-ի ելույթից մեջբերումներ էր առանձնացրել։ Գիտեք ինչ էր ասում նա այսօր արցախցիներին։ Հիմա այս բարձր ամբիոնից որպես Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու ուզում եմ սիրո եւ զորակցության ուղերձ հղել Արցախի հանրապետությանը եւ նրա հերոսական ժողովրդին։ Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում հայ ժողովրդի եւ Արցախի պետականության, Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության համար։ Պատկերացրեք այս խոսքերի հեղինակը Արցախի ժողովրդին դարձրել է փախստական սեփական հայրենիքում։ Արցախի կորստի համար Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն ուղիղ է հայտարարել. Արցախը վերադարձնելու որևէ տարբերակ չի տեսնում։ Իսկ Ղարաբաղի ժողովրդի վերադարձը գուցե տասնամյակներ տևի։ Իրենց առաջարկն այս պահին այլ է, հաղթելու դեպքում խոստանում են ապահովել նրանց, ինչպես իրենք են ձևակերպում արժանապատիվ կյանքը Հայաստանում։ Առհասարակ խոստումների պակաս այս ուժից չկա։ Դրանք այսօր էլ կրկնեցին սկսած սոցիալականից մինչև անվտանգային, մասնավորապես մի քանի երաշխավորով խաղաղություն։ Այդ երկրների թվում դիտարկում են նաև Ռուսաստանը, մյուս երկուսն էլ Չինաստանն ու Միացյալ Նահանգներն են։ Թե ինչպես են ուժեղ Հայաստանում հասնելու նրան, որ այս 3 երկրներից առնվազն երկուսը լինեն Հայաստանի խաղաղության երաշխավոր, հայտնի չէ։ Մեր երկրի անվտանգությունը խարխլված է։ Այսօր Նարեկ Կարապետյանը դարձյալ քննադատեց իշխանությանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար։ Զուգահեռ պնդեց, ոչ մի այլ երկրի հետ շոշափելի պայմանավորվածություններ չկան։ Եթե Ֆրանսիան պատրաստ է մեր հետ կնքել ռազմական համագործակցության պայմանագիր, կնքենք, սիրելի հայրենակիցներ, ռեկլամային մի նայեք, բնույթը ինչ են ստորագրել երեք։ Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակեցին քարոզարշավը իրազեկման ակցիաներով։ Զուգահեռ իրավապահները գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդում են, որ ուժեղ Հայաստանը ընտրակաշառք է բաժանում։ Երեկվա ձերբակալություններից ժամեր անց այսօր էլ Սամվել Կարապետյանի կուսակցության Մարալիկի գրասենյակում են խուզարկություններ։ 5 մարդ էլ այսօր է ձերբակալվել։ Գործարարը 3 կտրուկ հերքել էր, թե փողով է ձայներ հավաքում, պնդելով, որ իր թիմակիցները քաղաքական ճնշումների են ենթարկվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցությանը վերագրվող ընտրակաշառքի նոր գործի ու նոր ձերբակալությունների մասին հայտնեց, այս անգամ Շիրակի մարզի անխոշորացված համայնքում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն իր մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաեւ տվել են ընտրակաշառք։ Վաղ առավոտյան իրավապահները մի քանի հասցեներում ու ուժեղ Հայաստանի Մարալիկի գրասենյակում խուզարկություններ արել, ըստ կուսակցության Գյումրիի համակարգողի 4-ից 5 հոգու բերման ենթարկել։ Հակակոռուպցիոնը դեռ չի հայտնում, թե քանի ձերբակալված կա ու արդյոք միջնորդելու են, որ դատարանը նրանց կալանավորի։ Մարալիկի գրասենյակն այսօր ազատության այցելության պահին փակ էր, իսկ մեզ հանդիպած մարալիկցիները պնդում էին, թե չգիտեն ում են ձերբակալել։ Ենթադրվում է, որ գրասենյակի պատասխանատուն Թաթուլ Բուլոյանը ձերբակալվածներից մեկն է։ Նա հարևան Քարաբերդ համայնքից է։ Թաթուլ անունը հնչում է հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսման մեջ։ Թաթուլ լսել է, հա։ Իրավապահները պնդում են, թե ուժեղ Հայաստանի տարածքային պատասխանատուն իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների ընտրակաշառք է տվել, գումարն էլ որպես աշխատավարձ ներկայացրել մարդկանց տարածքային գրասենյակներում պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելով։ Նշվում է նաև, որ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը քրեական հեղինակության անունից սպառնալիքներ է տվել, եթե մարդիկ իրենց պահանջին չենթարկվեն։ 3 հրավիրած ասուլիսում ուժեղ Հայաստանի ղեկավար Սամվել Կարապետյանը հերքել էր ընտրակաշառք բաժանելու մասին իրավապահների պնդումները։ Մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք։ Մարդիկ ընդհանրապես Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն։ Դա ընդամենը գործող իշխանության ցնցումներն են,
վախերն են, որը արտացոլվում է այդպիսի տեսքով։ Հակակոռուպցիոն կոմիտեում ուժեղ Հայաստանի անդամների ու աջակիցների նկատմամբ փետրվարից մինչև այսօր 7 առանձին քրեական վարույթ է հարուցվել, ընտրակաշարք բաժանելու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցությունը հարկադրելու հոդվածներով։ Պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը իշխանություններին է մեղադրում, թե իրենց աջակիցներին ու կուսակիցներին ձերբակալելով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել։ Ըստ նրա, արդեն 200-ից ավելի մարդ է բերման ենթարկվել։ Ընտրական ծիրում անընդհատ մեր համակիրներին, աջակիցներին, գործընկերներին նման կերպով բերմանա ենթարկում, արդեն ավելի քան 200 բերման ենթարկված մարդու մասին է խոսքը։ Պատկերացնում եք, մեր ընտրացուցակից, նախընտրական ցուցակից 4 տեխնատուի նկատմամբ խափանման միջոց է կիրառված։ Սա կրկին ընդգծում եմ, նախընտրական գործընթացի անկախության, հավասարության, օբյեկտիվության, արդարության բոլոր հիմնարար սկզբունքների խախտում է։ Իրավաբան Գոհար Մելոյանը նաև ընդգծում է, որ ամեն քրեական վարույթի հետ հրապարակվող գաղտնալսումները համատարած խախտում են անմեղության կանխավարկածը։ Ով է հաստատել, որ այս ձայնագրությունները հավաստի են։ Ով է հաստատել, որ այդ ձայնագրությունների մեջի մարդիկ մեզ հետ առնչելի մարդիկ են։ Ով է հերքել, որ հնարավոր է ինչ-որ սադրիչներ են կազմակերպել այդ ձայնագրությունները։ Ուր է մնացել անմեղության կանխավարկածը։ Իշխանությունները հերքում են, թե իրավապահների վրա ընդդիմադիրների դեմ հարուցվող այս գործերով որևէ ազդեցություն ունեն։ Միաժամանակ ԿՊԱ-ականները իրենց էջերում հաճախ տարածում են գաղտնալսումները, ընդդիմությանը մեղադրելով ընտրակեղծիքների մեջ։ Այս գործերը դատարան դեռ չեն հասել, այսինքն վճիռներ դեռ չկան, իսկ մեղադրյալները հերքում են, թե օրենք են խախտել։ Ուժեղ Հայաստանն այժմ էլ հանրահավաքանում հաղթանակի զբոսայգում Շողիկ Գալստյանի հետ կապ հաստատենք։ Բարի երեկո, Շողիկ, վարչապետի այսօրվա հայտարարությունների հիմնական հասցեատերը հենց Կարապետյանն էր, արդյոք այդտեղ արձագանք հնչեց։ Ողջույն Կարլեն, ես ճիշտն ասած լավ չեմ լսում քո ձայնը Կարլեն, բայց ուզում եմ ասել, որ այս պահին այստեղ հանրահավաքն է ընթանում Ուժեղ Հայաստան կուսակցության եւ ելույթներ են հնչում քիչ առաջ եւս քիչ առաջ էլ համերգեր այստեղ աղմուկն է այստեղ շատ դրա համար ես հարցը չլսեցի պարզապես ասեմ որ քիչ անց նախատեսված է նաեւ ենթադրվում է որ ելույթ կունենա ամեն դեպքում այդպես է հայտարարվել ելույթ կունենա նաեւ Սամվել Կարապետյանը ըստ ամենայնի էկրանից, որովհետև նա տնային կալանքի տակ է, իսկ մինչ այս քարոզարշավը այս ուժը սկսեց ազգային ժողովի մոտից օրվա ընթացքում իրազեկման ակցիաներ են արել, հիմա էլ ամփոփում են քարոզարշավի առաջին օրը, ես առաջարկում եմ լսել ելույթներից Նարեկ Կարապետյանի ելույթից մի հատված։ Այս սահնոտ բանա, ուրեմն մարդ կա, որ այս մուրճը ժողովրդի վրա ճոճում ու սպառնում է։ Էսի այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է սեփական ժողովրդի վրա մուրճ ճոճելը, սեփական ժողովրդին նստեցնելը։ Իսկ որն է վաղվա Հայաստանի խորհրդանիշը։ Այս մուրճը տամ։ Էլ չտակ ձեռը։ Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է ժողովուրդ, բահը։ Բահը շինարարության մասին է, բահը կառուցելու մասին է։ Շնորհակալություն Շողիկ, հավաքի մյուս մանրամասները արդեն Ազատության սոցցանցերի էջերում։ Եվ ամփոփելով քարոզարշավի առաջին օրը ընտրապայքար մտած ուժերից մի քանիսը մինչև վերջին օրը բանակցում էին դաշինքներ կազմելու շուրջ, բայց ապարդյուն հիմա առանձին են քվե խնդրում։ Հների կողքին կան նաև նոր անուններ, անգամ նրանք, որ դեմ են բոլորին, եւ դա իրենց կուսակցության անունն է։
ուղղակի։ Ոչ մեկն էլ կռիվ չի ուզում։ Մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դա մասին չմտածենք։ Որ հայ-ադրբեջանական կռվի դուռը ամուր փակվի, երաշխավորներ են պետք, համոզված է իշխանության համար պայքարող Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած։ Չինաստանը, Ամերիկան եւ Ռուսաստանը երաշխավորում են, որ իրանք պաշտպանում են Հայաստանին, որ պատերազմ պետք է չլինի, պետք է Հայաստանը պատերազմի դուռը փակի։ Գագիկ Ծառուկյանը պետության անվտանգության մասին իր պատկերացումները պատմել է մինչև Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, նախորդին Արարատի մարզի գյուղերում։ Այսօր Քարոզարշավի առաջին օրն են հրապարակել հանդիպումները, որ ավանդական ոճով են անցել։ Հիմա որն է խաղաղությունը, ադրբեջանական զորքերը հայկական սարերի վրա նստած են, տարակուսում է Բարգավաճ Հայաստանի առաջնորդը։ Չնայած խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, բայց Ծառուկյանը պնդում է, ադրբեջանցիների հետ գործող իշխանության պայմանավորվածությունները բանավոր են, երաշխիք չկա։ Եթե Ռուսաստանի հետ դաշնակցությունից էլ հրաժարվեն, Հայաստանը Արցախի ճակատագրին կարժանանա, վատ կանխատեսում ունի Գագիկ Ծառուկյանը։ Ռուսաստանը բացթողումներ ունի, ես չեմ ասում 100%, բայց դա երկկողմանի է։ Պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, հարցադրումը դնեն։ Ես սուր կարամ ասեմ բարձրաձայն, եթե որոշում կայացվեց, Ռուսաստանից հրաժարվեցինք, 1 տարվա ընթացքում լինելի է ոնց որ Արցախը եղավ։ Այս ընտրություններում մեր նպատակը մեկն է՝ պաշտպանել հայ մարդու ինքնությունը, պատմությունը, հիշողությունը, մշակույթը եւ հայկական պետականության բովանդակությունը։ Ընդդիմադիր Լուսավոր Հայաստանը պայքարում է, որ Հայաստանը Հայաստան մնա, պատմությունն ու ինքնությունը չջնջվեն։ Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որը այսօր Հայաստանը ունի։ Սա երասխի մետալուրգիական գործարանն է որպես սիմվոլ։ Պաշտպանիր ինքնությունդ կարգախոսով Քարոզարշավը սկսեցին հայ-ադրբեջանական սահմանից, Նախիջևանին կպած երասխից, ինչու հենց այստեղից։ Որտեղ այսօրվա կառավարությունը 2 տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Խոսալ անդադար ինքնիշխանությունից, ասել, որ մենք ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, սակայն ունենալ նման ամոթ, նման խայտառակություն եւ բան անել, մեծ խոսալ, հոխորտալ ընդդիմադիր ուժերի վրա, սա մենք ուզում էինք ցույց տալ Քարոզարշավի առաջին օրը։ Լուսավորը պայքարում է, որ Հայաստանի ներքին կյանքում չլինի Թուրքիայի ու Ադրբեջանի միջամտությունը։ Այս պայծրությամբ Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ թշնամիներն են Թուրքիան, Ադրբեջանը եւ նրանց կամակատար Հայաստանի իշխանությունները։ Մեր նախընտրական Քարոզարշավը սկսում են Գոշավանքից։ Արդարությունը գալիս է։ Ընդդիմադիր ուժերից միասնության թևերն էլ արդարություն է խոստանում ընտրողներին ու Քարոզարշավը սկսեց խորհրդանշական վայրից, Գոշավանքից։ Խնդիրն է, որպեսզի այնպես անենք, ժողովրդի մեծամասնությունը հավատա մեզ եւ մեր ուժին եւ որ իսկապես արդարությունը գալիս է։ Միասնության թևերի համար էլ կարևոր արժեք են ազգային ինքնությունը, խաղաղությունը, վստահեցնում է կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Հայաստանում ոչ մեկը պատերազմ չի ուզում, գործող իշխանությունն է հնարել, թե կան ուժեր, որ պատերազմ են ուզում հրահրել, ասում է նախկին օմբուդսմենը։ Իշխանությունը նորից էլի թակարդ է ստեղծել, թե ով ավելի շատ է իբր խոսա խաղաղության մասին, նա էլ կհաղթի։ Իրականում այդպես չէ, այսպես իշխանությունը փորձում է թաքցնել, քողարկել այն հարցը, թե ինչու են նրանք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ հիմա մեզ սպառնում են պատերազմով։ Մեր բոլորին դեմ եմ ուժը ներկայացնող Սպայդերմենը այսօր կսկսի ցեղ շպրտելու ակցիան։ Ընդդիմադիր ուժերից տարբերվող Քարոզարշավ սկսեց նորաստեղծ բոլորին դեմ եմ կուսակցությունը։ Սա միակ ուժն է, որի վարչապետի թեկնածուն կին է, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրանք էլ այսօր մարդկանց առաջարկում էին ցեղ շպրտել մի պաստառի վրա, որտեղ պատկերված էին ընտրություններին մասնակցող մյուս ուժերը։ Ընտրությունները երբ որ սկսվում են, քաղաքական ուժերը սկսում են իրար վրա աչուձախ ցեղ շպրտել։ Այդ process-ը արդեն իսկ սկսել է, ու մենք որոշեցինք քաղաքացիներին տալ հնարավորություն, որ իրենք կարողանան իսկական ցեղ շպրտել քաղաքական ուժերի վրա։ Այժմ էլ ընտրախախտումների ահազանգերի հետքերով Արման Թաթոյանն է պնդում, որ իր աջակիցները սպառնալիքներ են ստանում։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը միասնության թևեր կուսակցությունն է առաջնորդում, նա այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել երիտասարդների ու սկսվել է այս պատմությունը։
Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն առանց անուններ բացահայտելու առավոտի հետ զրույցում ահազանգել էր, թե Արմավիրի մարզում իրենց հանդիպած երիտասարդ կամավորները հայտնվել են տեղական ինքնակառավարման մարմինների թիրախում։ Արմավիրում մեր երիտասարդներին ինչ էին արել։ Երիտասարդական հանդիպումից հետո նկարները բազմացրել էին, քաշել էին Facebook-ից, եւ դա արել էր մարզպետարանն ու համայնքապետարանը։ Տարածել էին հնարավոր բոլոր տեղերով, որտեղ կարող են այդ երեխաներին նույնականացնել, այնտեղ աշխատատեղերը հնարավոր ծնողների, քոլեջներ, բան եւ այլն։ Ճշտել էին անուն ազգանուններով ովքեր են, գնացել էին տները մարդկանց ու ահաբեկել էին մեկին աշխատանքից հեռացնելու սպառնալիք էին տվել, մյուսին, չգիտեմ, գումարները կտրելու եւ այլն, հասկանում եք, այսինքն կոնկրետ օրինակներ են, որոնք ցույց են տալիս, որ դու ունես իշխանություն, երկրում կա իշխանություն, որը վախենում է մարդկանցից։ Միասնության թևերն ալմավիրում է Կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Չուկակլյանը դեռ անցած ամիս էր Թաթոյանի նշած դեպքի մասին խոսել։ Ապրիլի 1-ին հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր, թե խնդիրները սկսել են այն բանից հետո, երբ Արմավիրում կամավորականների հետ ճանաչողական այցից հետո իրենք լուսանկարներ էին հրապարակել։ Նրանց լուսանկարները տարածքային կառավարման եւ տեղական մարմինների միջոցով ուղարկվեց նրանց ուսման վայրեր, ծնողների աշխատանքի վայրեր, բարեկամների միջոցով, ընտանիքների անդամների միջոցով, ճնշումների արդյունքում նրանց փորձում են վախեցնել։ Երիտասարդներից մեկը նշեց, որ չի կարողանալու մասնակցել հետագա միջոցառումներին, նա նշեց, որ իր ուսումնական վայրից իր ծնողի հետ են կապվել, ով ուսուցիչ է, նշել են, որ այնպես մի արեք, որ այլ քայլերի դիմենք, որը կարող է նշանակել հենց նաև աշխատանքից հեռացում եւ այլն։ Հանդիպմանը մասնակցած կամավորականներից մեկը համաձայնեց հարցազրույց տալ Ազատությանը, չներկայանալու ու ձայնը փոխելու պայմանով։ Պատմեց, ապրում է Արմավիրի մարզում, Միասնության թևեր կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո ասաց, մի անծանոթ տղամարդ է հորը զանգահարել։ Զանգահարում են հայրիկից, ով պետական աշխատողան, ու որդորում են, որ ես մնանք կուսակցությունների հետ, սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն մեր համար դա հետևած կլինի, իրանք ներկայացնում են որպես կուսակցություն, իբր մեր լավի համար, բայց կոնկրետ սպառնում են, չգիտեմ, իրենք ինչպես են հայրիկից հետ կապնվում ինչ են անում, ու ոչ միայն մնացած կամավորներին բոլորին ուսումնական հաստատություններով, ծնողների միջոցով այդպես կուսակցում են։ Իչեք զանգել օրինակ ոստիկանություն, ասեք, որ մեզ սպառնում են։ Ոչ, որովհետև մեզ համար բաց կլինի աշխատանքից հեռացնելը սպառնում է, ուսումնական հաստատությունից հեռացնել կամ գնահատականների իջեցում կտրուկ։ Դրա համար չեն ուզում են կոնկրետ հիմա անցածան, ավելի շատ վախենում են ու փորձում են ուղղակի խուսափել ինչ-որ մեկին ասել, որ մենք կոնկրետ այդտեղ կամավորում ենք, բայց շատ ակտիվ կամավորում ենք, աջակցում ենք ուղղակի ոչ հանրային ու տեսախցիկներից խուսափում են։ Երիտասարդն ասում է, կուսակցության պատգամավորի թեկնածուների այդ ասուլիսից հետո Միասնության թևերի Արմավիրի կամավորների թիմին եւս 5 մարդ է միացել ու որպես չելենջ նրանք դիմակներով լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում եւ հորդորել նույնականացնել իրենց։ Արմավիրի ԿՊԱ-ական մարզպետ Վահրամ Խաչատրյանն Ազատությանն ասաց, չգիտի ինչի մասին է խոսքը։ Դեռ 1 ամիս առաջ հրապարակված ասուլիսի հղումն ուղարկեցինք նրան։ Տեսանյութը դիտելուց հետո կտրուկ հերքեց հնչած պնդումները։ Տեսանյութից իմացա, որ տենց բան կա, բայց վստահ եմ, մեր մարզում նման բան գոյություն չունի եւ եթե իրենք անուն գիտեն ովքեր են, թող ասեն, ես հետեւողական կլինեմ, որ նման բաներ չունի, բայց վստահ եմ չի եղել, իմ կարծիքով սուտ է, իսկ եթե իրանք ունեն նման տեղեկատվություն, թող դիմեն համապատասխան մարմիններին, թող հաղորդում տան, մենք էլ կհետևենք, որ իրանց ասած ժողովրդավարությունը պահպանվի, ժողովրդավարություն պահպանողը մենք ենք, մեր իշխանությունն է։ Միասնության թևերից ասում են իրավապահներին չեն դիմել, քանի որ կարծում են ասուլիսում հնչեցված հայտարարությունն արդեն հանցագործության մասին հաղորդում է։ Քննչական կոմիտեից Ազատությանը փոխանցեցին, մինչև կոնկրետ դեպքով հաղորդում չստանան, չեն կարող զբաղվել դրանով։ Օրվա լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում, իսկ հաղորդման երկրորդ հատվածում այլ ոչ ընտրական թեմաներ։ Մի քանի օր դժգոհելուց հետո Մոսկվան ի վերջո նաև պաշտոնական բողոք հայտնեց Երևանին Զելենսկուն հյուրընկալելու համար։
Մանկապղծության մասին բարձրացած մեծ աղմուկից հետո միայն իրավապահների պաշտոնանկություններ եղան, նրանց պատասխանատվության կանչելու հարց դեռ չկա։ Այդ երեխեքի վիճակը որ տեսնեք, դուք երևի մի ամիս հաշ չեք։ Գիշերը Հորմուզի նեղուցում լարված է եղել, չնայած խաղաղություն հաստատելու մասին կողմերի լավատեսությանը։ Սկսենք վերջին օրերի աղմկահարույց եւ հանրությանը ցնցած պատմությունից, չնայած մանկապղծության մասին դեռ փետրվարից հնչող ահազանգերին միայն մայիսին կալանավորվեցին կասկածյալները, պաշտոնյանք եղան իրավապահ համակարգի մի շարք տեղացի ղեկավարներ, սակայն նրանց պատժելու մասին դեռ խոսք չկա։ Ցուցմունք տամ, ինչի համար ցուցմունք տամ, որ դուք անգործության եք մատնված։ Վեդեցի Դուխիկ Մարջանյանին բռնության ենթարկված աղջնակների հորեղբոր հարևանուհուն 3 քննչական կոմիտեի վեդի բաժին են կանչել։ Ինչպես հասկացել է տիկին Դուխիկը, իրավապահներին դուր չի եկել, որ ինքը հրապարակային քննադատել է նրանց անգործությունը։ Այդ երեխեքի վիճակը որ տեսնեք, դուք երևի մի ամիս հաշ չեք ուտի։ Այդ երեխեքի մաշկի առաջ են մեծացել, ինձ հարազատ մարդ է, բայց ես չպայքարեմ։ Չխոսեմ, արդարություն եմ պահանջում, գնամ դիմեմ Թրամփին 3 ամիս այդ գործը բանը դպրոցը մցրել է դատարան, ինչի այդ հարցի լուծում չեք գտնում։ Վեդեցի կինը փորձել է քննիչներին բացատրել, թե ինչ վատ բան է մանկապղծությունը, ինչ վիճակում են երեխաները, ու որ այդ ամենը կարող էր չլինել, եթե նրանք անեին իրենց գործը։ Ասեցի, այդ երեխեքը անօգնական երեխա են, ես ընտանիքի հետ կապ ունեմ, ես այդ երեխեքին ամեն ինչով սնունդով հագուստով օգնել եմ, ես ստրեսի մեջ եմ այդ երեխեքի վիճակից։ Ինչեք ցուցմունք տվեք, ես էլ ասի, ինչ ցուցմունք տամ։ Ինչի ասի, ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց։ Այդ ցուցմունքը եթե տամ, հեսա վաղը հակառակ ձևով կբարթեք ին վրա ու այդ երեխեքի վրա։ Երեխեքին ասի տարել եք նստեցրել եք քնություն եք անցկացում, գառին դրել եք գելի դեմ, կարա խոսա երեխեն։ Ամիսներով աղջնակներին սեռական բռնության ենթարկողները ազատության մեջ են եղել, երեխաներին շարունակել են բռնության ենթարկել, իսկ իրավապահները 2 օր առաջ բերման են ենթարկում նրանց հորեղբորը։ Անչափահասների ծնողները առողջական խնդիրներով են եւ նրանց միակ պաշտպանը մինչեւ այս դեպքի հանրայնացումը հորեղբայրն էր։ Այդ երեխան դաստիարակված, խելոք երեխա է, թաղի մեջ մի ոչ մեկին վնաս չի տվել։ Սեռական բռնության ենթարկված երեխաների հորեղբայրը Թովմաս Թովմասյանը ապրիլի 26-ին դանակահարել էր ենթադրյալ մանկապիղծներից Դավիթ Այնազյանին, վերջինս միայն 3 կալանավորվեց, իսկ 2 օր առաջ միջադեպ է եղել Թովմասյանի կնոջ ենթադրությամբ ոստիկանի հետ։ Վեդիի բաժնից զանգել երեխաներին հարցաքննության են կանչել, հարազատները չեն ցանկացել, որ նրանք առանց փաստաբանի բաժին գնան։ Իմ ամուսնու ձայնը լսեցի ու դուրս եկա, որ լսեցի հենց այդ պահին էտում մորն ես քրֆում։ Ձեր ամուսին։ Հա, մի պահ լռություն ելավ, դե այնտեղ արդեն ով որ զանգել էր իրան, ինչ որ բան ասեց, բնական է, ամուսինս էլ ասեց, դե ուրեմն տեղը տասա կամ։ Կինը լսել է, որ հետո քաշքշուկ է եղել, թե ով է ում խփել, չգիտի, խոսակցությունից միայն այն է հասկացել, որ ամուսնուն զանգահարած ոստիկանը հայհոյել է։ Եթե իրենց գործով զբաղվեին ժամանակին եւ ճիշտ, այս ամեն ինչը չէր լինի ուղղակի։ Թովմաս Թովմասյանն այժմ ձերբակալված է ոստիկանին հարվածելու կասկածանքով։ Նրա խափանման միջոցի հարցը քննվելու է այսօր Մասիսի դատարանում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մի ուշագրավ դրվագ է ներկայացնում։ Դնում է այս մարդկանց տեսնում է եւ տեսնում է կողքները կանգնած արտահայտությունը, եկեք հասկանանք, որ ֆիզիկական առումով, այնպես չի որ մեկ խումբ դիտենք, բայց ընկալման տեսանկյունից նայեք, ֆիզիկապես մի մետրի վրա, 2 մետրի վրա այդ ոստիկանի հետ, որ հարցեր կային։ Տեսնում է ում կանգնած, օրինակ ձեր պատկերացմամբ ում կանգնած։ Այդ 2 ստահակներից մեկին։ Պատկերացնում եք ինչ աշճանա մարդու արյունը խփելու գլխին։ 2 աշակերտուհիներին բռնության ենթարկած ենթադրյալ մանկապիղծները 65-ամյա Դավիթ Այնազյանն ու 58-ամյա Արթուր Երեմյանը 3 կալանավորվեցին։ Արարատի մարզի ու Վեդու ոստիկանության ու քննչական մարմինների ղեկավարները ազատվեցին աշխատանքից։ Արարատի դատախազն ինքը դիմում գրեց։ Վեդիում սակայն անդորր չի հաստատվում։ Եթե այս մարդիկ գործից ազատվել են աշխատանքում թերացման պատճառով ու իրենց անգործության հետևանքով երեխաներին շարունակել են բռնության ենթարկել, ինչու են պաշտոնյաները
կամավորները հեռացվում անպատիժ։ Հարց է նաև երրորդ տղամարդու ներգրավվածության կասկածը։ Նա ազատության մեջ է, բայց հենց նրա ձայնն են լսել ուսուցիչները 15-ամյա աշակերտին ուղարկած հաղորդագրություններում։ Պատմում է Վեդու հիմնական դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը։ Այդ ձայնագրությունները տեսանք, զանգեցինք ոստիկանություն եւ մարզպետարանի աշխատակազմի տեղակ պահեցինք։ Ձայնային հաղորդագրությունում հիշատակում կա նաև կալանավորված Դավիթ Այնազյանի մասին։ Վեդու հիմնական դպրոցում է սովորում երեխաներից մեկը, մյուսը ավագ դպրոցում է։ Փետրվարին այդ կասկածելի հաղորդագրություններն են տեսել, իսկ ապրիլին նկատել, թե ինչպես է 3 կալանավորված տաքսիստը Արթուր Երեմյանը ստիպում ավագ աղջկան մեքենա նստել։ Ավագ դպրոցի տնօրենը զրուցել է հետը, սկզբում ասես դպրոցում է անհոգ եղեք, բայց հետո զրուցել է հետը եւ շատ ահաբեկված կարելի ասել եկավ այստեղ եւ ասաց, որ շատ վատ բաներ են եղել։ Շատ վատ բաների մասին ահազանգերը դպրոցից հասցրել են ոստիկաններին, նաև երեխաների ծնողներին։ Տնօրեն Ալվարդ Պապոյանի մտահոգությունը երեխաներն էին ու հիմա էլ երեխաներն են։ Նրանք ավելի քան 1 շաբաթ է դպրոց չեն գալիս։ Շատ ընկճված էր, լարված էր եւ տատիկը ասաց, որ 2 օր է հաց չի կերել, պատրաստվում են դեղեր օգտագործել եւ այլն, վիտամիններ, որպեսզի սննդի պակասը լրացնեն։ Համենայն դեպս մենք կարողացանք իրեն համոզել, այդ օրը ինքը ճաշեց, շատ ուրախացանք։ Հոգեբանի ուսուցչի օգնականի հետ պարբերաբար այցելում են նրանց, այսօր էլ են գնացել, բայց ընտանիքում անպաշտպան են զգում ու երեխաների տեղը փոխում են անընդհատ։ 3 քննչական կոմիտեի նախագահը խոսում էր պաշտպանության միջոցների մասին, բայց թե ում նկատմամբ է դա կիրառվել, հայտնի չէ։ Տատիկն ասաց, որ երեխաներին տեղափոխել ենք ուրիշ տեղ։ Ես ճիշտն ասած նեղվեցի շատ, ասացի, որ չի կարելի այդպես, երեխաները պետք է դպրոց գան, առավել ևս, որ մենք խոստացել ենք, որ բարոյահոգեբանական կողմը դպրոցում կապահովենք։ Եվ իսկապես բոլորը ջերմ, շատ այդպես վարվել են, այդպես եղել են իրենց հետ եւ կրկնակի ուշադրությամբ էլ պետք է շարունակվի։ Արարատի մարզպետարանի հետ քննարկում ենք, պատրաստ ենք հեռավար կրթություն ապահովել, ասում է Ալվարդ Պապոյանը, բայց այն կարծիքին է, որ լավ կլինի երեխաները դպրոց գան, կտրվեն ճնշող միջավայրից։ Խոստանում են փոխել նրանց տրամադրությունը շատ ջերմությամբ։ Երևանում անցկացված Եվրոպական գագաթնաժողովը հայ-ռուսական առանցայնել բարդ հարաբերությունները սրել է։ Ռուսները մի քանի օր տարբեր խողովակներով կշտամբելով Հայաստանի իշխանություններին, երեկ ի վերջո նաև դեսպան Արսենյանին կանչեցին բողոք փոխանցելու, թե ինչու եք մեր թշնամի Զելենսկուն հակառուսական հայտարարությունների հարթակ տրամադրել։ Պատերազմի առաջին իսկ օրվանից Երևանը հայտարարել է, որ Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինա ներխուժման հարցում։ Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո պաշտոնական Մոսկվան սկսել է մեկը մյուսի հետևից կոշտ հայտարարություններ անել։ Երեկ նախ արտաքին գործերի նախարարության խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին, Ուկրաինայի նախագահի Երևանայցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով։ Այսօր էլ պնդեցին, թե Բրյուսելին մերձեցող Երևանի քայլերի վրա աչք փակել չեն կարող։ Գործընկերության խորացման, բարեփոխումներին աջակցելու եւ ժողովրդավարությանը սատարելու գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է միանգամայն գործնական հաշվարկ։ Հանրապետությունը կտրել հուսալի անվտանգության համակարգից եւ կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում։ Պաշտոնական Մոսկվան հավելել է, թե Երևանը շարունակում է մնալ իրենց դաշնակիցն ու Եվրասիական տնտեսական միության եւ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամը, չնայած Հայաստանը մի քանի տարի է սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Սակայն չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք ըստ էության հակասում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր բազմակողմ հարթակներում ստանձնած պարտավորություններին։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին եւ առաջնահերթ կհամարի երկրի երկարաժամկետ ազգային շահերը։ Մոսկվան պնդում է, թե մեջբերեմ Եվրամիությունը ծրագրում է Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից։ Պաշտոնական Երևանն առայժմ չի անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններին։ Վարչապետ Փաշինյանը նախորդին միայն հիշեցրեց ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Եվ ես ասել եմ, որ Ուկրաին դեռ գիտեք երբ եմ ասել դա, կամ 22 կամ 23 թվին, չեմ հիշում։ Ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։
Անցած ամիս էլ Պուտին-Փաշինյան-Մոսկովյան հանդիպմանը եւ հանդիպումից հետո ռուսական կողմը տնտեսական հնարավոր բացասական հետևանքներով սպառնաց Հայաստանին։ Գազի գնից մինչև Ռուսաստանում հայկական բիզնեսների նկատմամբ հնարավոր ճնշումներ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ել ավելի կտրուկ է իր արտահայտություններում։ Նա պնդեց, թե մեջբերեմ Հայաստանին ներքաշում են ագրեսիվ եվրոատլանտյան ստանդարտների ու մեխանիզմների մեջ։ Հայաստանի իշխանությունների բռնածուղին վաղ թե ուշ կհանգեցնի Երևանին անդառնալիորեն Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը ներքաշելուն քաղաքական ու տնտեսական բոլոր հետևանքներով Հայաստանի համար։ Վարչապետ Փաշինյանը վերջին շաբաթներին պարբերաբար վստահեցնում է, թե հայ-ռուսական հարաբերությունները կառուցողական են, երկու երկրները լուրջ խնդիրներ չունեն։ Կարծում եմ այդ ժամանակները անցել են, որ Մոսկվան կարող է Հայաստանին սպառնալ անվտանգության հետ կապված հարցերը, որովհետև այդ անվտանգության հետ կապված հարցերը գոյություն են ունեցել 2020 թվականին, գոյություն ունեցել 21, 22, 23 թվականներին եւ Ռուսաստանը չկատարելով իր պարտավորությունները, ուղղակի պարտավորությունները, հիմա այդ ոճի սպառնալիքներ հնչեցնելով պարզապես անլուրջ տպավորություն է թողում։ Արդյոք Ռուսաստանը Հայաստանին հուսալի անվտանգություն է ապահովել, որ հիմա էլ Բրյուսելին մեղադրում է Երևանին այդ անվտանգային համակարգից կտրելու համար։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է, երբ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա էր հարձակվում, այդ համակարգը չէր գործում։ Ինչ անվտանգային սպառնալիք այլևս պիտի լինի, որպեսզի ունենա ԱՊՀ-ի, Մոսկվայի կամ Ռուսաստանի կողմից նորթող ինչ-որ այլ կառույցի անհրաժեշտությունը, երբ այդ նույն բոլոր կառույցները ոչինչ չեն արել եւ Հայաստանի սուվերեն տարածքը հարձակման է ենթարկվել։ Գրիգորյանի կարծիքով եվրոպական առաջնորդների մասնակցությամբ երևանյան միջոցառումներից հետո Մոսկվան այսպիսի հայտարարություններ է անում, քանի որ պարզապես անհրաժեշտ էր որևէ բան ասել։ Պարզ է, որ նմանատիպ միջոցառումներից հետո Ռուսաստանը չէր կարող անարձագանք թողնել դրանք։ Գրիգորյանի կարծիքով Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական կոշտ քայլերի կարող է գնալ, եթե օրինակ ռուսական ներկայությունը նվազեցնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունները կոնկրետ գործողությունների դիմեն, օրինակ երկաթուղիների վերաբերյալ որոշումներ կայացնեն։ Երևանը հայտարարում է, որ ցանկանում է Ռուսաստանից հետ վերցնել երկաթուղիների կառավարումը, բայց այս հարցով Մոսկվայի հետ վիճել չի պատրաստվում։ Եվ միջազգային լրահոսից իրավիճակը կրկին սրվել է Հորմուզի նեղուցում, աշխարհում արտահանվող նավթի 20%-ն է այստեղով անցնում։ Ամերիկյան կողմը վերջապես հայտարարել էր, որ կդադարեցնի շրջափակումը, քանի որ դրական ազդակներ է ստացել Իրանից։ Բայց հիմա Վաշինգտոնն ու Թեհրանը կարծես վերադառնում են սպառնալիքների լեզվին։ Եթերում այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցցանցերում կհանդիպենք։